դպրոցում, բուհում մեր նպատակը ոչ միայն մասնագետ պատրաստելը պետք է լինի, այլ արժանի Հայաստանի Հանրապետության հպարտ բառն էր ուզում, բայց այստեղ բնականաբար հպարտ չեմ օգտագործի, արժանապատիվ քաղաքացի դառնալը։ Անվճար կրթություն չի նշանակում ձրի կրթություն։ Իսկ այդ դեպքում ով է վճարելու։ Կրթություն այն ոլորտն է, որտեղ ներդրումը տարիներ հետո ենք մենք զգալու։ Մենք չենք կարող այսօր ներդրում անենք, սպասենք 1-2 տարի դրա արդյունք ստանանք։ Եթե պետությունը ֆինանսա տալիս է, նշանակում է, որ պետությունը պետք է ապահովի, որ իր գերակայությունները արտացոլվեն այդ կրթական ծրագրում։ Չեմ անարել, բացել եմ մեր ֆակուլտետի դասախոսների Facebook-յան էջերը։ Մեծամասամբ քալ լռություն։ Որևիցե մեկը չի դատապարտում այս իրողությունը։ Հենց այդ է նաև, որ այդ լռությունն էլ է, որ այս իշխանություններին տալիս է համարձակություն բուհերում անելու այն ինչ որ իրենք անում են, գան իրական Հայաստանի մասին պրեզենտացիա անեն եւ այլ բաներ անեն։ Մեծամասամբ դժգոհություն է եղել պետական մարմինում պրակտիկա գնալուց։ Շատ դեպքերում sense հումորով են նաև, չէ, երեխաներ, աղջիկներ ասում, ես չեմ ուզում գնամ այս ինչ տեղը, որտեղ չեմ ուզում սուրճ դնող այնտեղ աշխատել։ Ցոլակ ջան, հետահայաց, որ նայում եմ 2008 թվականից իրար հետ աշխատել ենք տարբեր ձևաչափերով, սկսած միջազգային հարաբերությունների ֆակուլտետից Երևանի պետական համալսարանի, որտեղ դու այն ժամանակ ուսանողական խորհրդի նախագահն էիր, ես փոխդեկանն էի, եւ այդպես համարյա 2 տասնամյակ մոտավորապես գիտենք իրար աշխատում ենք ու հիմա էլ վերջին տարիներին նաև հանրային քաղաքական ասպարեզում ենք եւ հանրային քաղաքական ասպարեզում հայտնվելով մեր ուշադրության ոլորտում կենտրոնում միշտ բայլենք բարձրագույն կրթության հարցերը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս ակտուալ հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումներով։ Արի այսօր մի քանի կարևոր հարցեր քննարկենք բարձրագույն կրթության որակի, մատչելիության, հասանելիության հարցը, ով պետք է վճարի, որակի բովանդակության, ինքնավարության, ինքնակառավարման հարցերը քննարկենք։ Հարգելի հետևորդներ, այսօր Հայ-ԱԿՖ հիմնասյուներ մեր զրույցի հերթական այս թողարկմանը Հայ-ԱԿՖ վարչության անդամ քաղաքագետ Ցոլակ Ակոպյանն է, ով ինձ նման քաղաքական հայացքների պատճառով երկու համալսարաններից Երևանի պետական համալսարանից եւ Բրյուսովի պետական համալսարանից ազատվել եմ։ Մենք մեր մատը պահել ենք միշտ բարձրագույն կրթության պուլսի վրա եւ այսօր արի մի կարևորագույն հարցի անդրադառնանք Ցոլակ ջան։ Ես հիշում եմ, երբ որ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները համալսարանի գիտական խորհրդի նիստերի ժամանակ հատկապես ակտիվ էին լինում, երբ որ վարձավճարներին էր հերթահասնում եւ վարձավճարների ամեն մի բարձրացման ժամանակ բնական այդպես ուսանողների կողմից հակազդեցություն էր տեղ ունենում եւ դա շատ նորմալ երևույթ է։ Արի հասկանանք ի վերջո բարձրագույն կրթությունը ձրի չի կարող լինել։ Անվճար կրթություն չի նշանակում ձրի կրթություն։ Իսկ այդ դեպքում ով է վճարելու։ Այդ հարցին ոնց ենք նայում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, շնորհակալ եմ նաեւ այն հիշողությունների համար, որ արտնացրեցի ուսանողական տարիները, ժամանակ երբ ունեինք հայրենիք, երբ ունեինք Արցախ ու մեր կյանքը ամենօրյա դրանով էր կապված ու իրականում այո էական տարբերությունը մեր կյանքի ռիթմի, մեր կյանքի բովանդակությունը էականորեն ցավոք սրտի վերջի տարիներին փոխվել է։ Այո, ես հիմա մտովի գնացի ուսանողական խորհրդի տարիներով փորձեցի հիշել, թե նույն կրթաթոշակի կամ նույն ուսման վարձի հետ կապված քննարկումները ինչպեսի թեժ էին անցնում գիտական խորհրդում, ուսանողական բլոկը ես հիշում եմ, որ մի քանի անգամ որոշակի մենք կարացել ենք գոնե այն մտադրված ուսման վարձի բարձրացումը, որ կար համասարակայության կողմից մի փոքր իջեցնել։ Այսինքն պայմանական, եթե պիտի գումարը մասնագիտությամբ լիներ 500,000, գոնե մենք կարողանում ենք 480 դարձնել, դրանով նաև ուսանողության ցույց տալը, որ այո, ուսանողական խորհուրդը կա, ձեր կողքին է ու մշտապես աջակցել է ուսանողներին սոցիալական հարցում։ Իհարկե նաև հասկանում ենք, որ համալսարանը չէր կարող ուսման վարձը չբարձրացնել, որովհետև կյանքը թանկանում է, ամեն ինչը թանկանում է, անհնար է, որպեսզի տարիներ շարունակ նույն ուսման վարձը։ Միշտ այդ խնդիրը հենց այդպես քննարկում էր գիտական խորհուրդը։ Այո, Բրյուսովի համալսարանում էլ մշտապես, երբ որ արդեն ղեկավարությունում էի աշխատում, միշտ ուսանողներին փորձում ենք բացատրել, որ չի կարա 10-15 տարվա առաջվա ուսման վարձը լինի այսօրվա պայմանում նույնը։ Այո, դա ճիշտ եք ասում, չի կարա անվճար կրթություն, ինչ որ մեկը վճարում է։ Ու այս պարագայում կարծում ենք, որ մեր երկիրը կարևոր չունենալով որ ռեսուրսներ,
բնական պաշարներ, ինքը պետք է այո գիտելիքը հենք տնտեսության վրա հիմք դնի, ու ստեղ շատ կարևոր բաղադրիչ է կրթության անվճար լինելու հանգամանքը։ Կարծում եմ, որ իշխանության փոխելու պարագայում առաջի քայլերից մեկը պետք է լինի մշակել ու գնալ դեպի անվճար բարձրագույն կրթություն։ Այո, պետությունը պետք է վճարի իր քաղաքացիների համար, որպեսզի կարողանա պատրաստել լավ մասնագետներ, որպեսզի նրանք կարողանան շուկայում դրսևորեն իրենց ու նպաստեն դրանով հանդերձ պետության համար լիք հօգուտներ բերեն ու նպաստեն պետբյուջեի ավելացմանը։ Կարծում եմ մենք ունենք այդ հնարավորությունները, մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցն եւ հայկվեի շրջանակներում հասկացել ենք, որ կա երկրում այդ ռեսուրսը ու պետքա ուղակի նախ ուսման որակի հետ զուգահեռ նաեւ գնալ այո անվճար հայաստանյան քաղաքացիների համար բարձրագույն կրթությունը անվճար դարձնու ճանապարհով կան հնարավորություններ ինձ թվում է ցանկության դեպքում կամքի դեպքում աշխատանքի դեպքում հնարավոր է դրան հասնել Բնականաբար ես համաձայն եմ վերաբերմունքի հարցը այստեղ այսինքն եթե մենք նրան նայենք որպես ծախս պարզ է որ միշտ էլ դիմադրություն լինելու է օրինակ ֆինանսների նախարարության կողմից երբ որ մենք դրան նայում ենք որպես ներդրում այդ դեպքում հարցը իմաստ չի ունենում քննարկումը, որովհետև եթե ասֆալտը արվում է ճանապարհին, այսպես թե այդպես դա արվում է։ Դա ներդրում է, որպեսզի տնտեսությունը աճի, չէ՞։ Մենք պիտի հասկանանք, որ կրթություն են ոլորտն է, որտեղ ներդրումը տարիներ հետո ենք մենք զգալու։ Մենք չենք կարող այսօր ներդրում անենք, սպասենք 1-2 տարի դրա արդյունք կստանա։ Ու բայց պետք է սկսենք այդ գործընթացը։ Պետք է սկսենք, որպեսզի կարողանանք 10-15 տարի հետո մեր նպատակին հասնենք։ Ես համոզված եմ, որ այդ պարագայում նաև կրթության որակը բուհերում կբարձրանա, այդ պարագայում նաև միջազգային չափանիշներով մենք ռեյտինգավորման համակարգում, որտեղ եթե պետությունը վճարում է, պետությունը նաև այս պարագայում պետք է շահագրգռված լինի որակի բարձրացման, այլ ոչ թե ուղղակի դիպլոմ տրամադրել։ Շատ լավ նշեցիր բանի բնական ռեսուրսներով հարուստ չլինելու հանգամանքը, երբ որ պետությունները բնական ռեսուրսներով հարուստ չեն լինում, իրենց տնտեսության մեջ սկսում են ավելի շատ գերակայել են ճյուղերը, որոնք ուղեղի հետ կապված ճյուղեր են։ Եթե ուզում ես դու ուղեղի հետ կապված ճյուղերը գերակայեն, պետք է ուղեղի միտք արտադրելու process-ի մեջ դու ներդրում անես, պետականորեն այդ ներդրումը պետք է անես, որպես պետություն դա պետք է անես։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև եթե դու ասֆալտը անում ես, որպեսզի բեռնափոխադրումը նորմալ տեղի ունենա, դու գիտության եւ կրթության մեջ, բարձրագույն կրթության մեջ պետք է ներդրում անես, որ այդ կրթության արդյունքում գեներացվող գիտելիքը եւ կարողությունը կարողանան լրացուցիչ օգուտ բերել, հավելյալ օգուտ բերել։ Ես ինքս համարում եմ մեր այսօրվա խնդիրների ճնշող մեծամասնությունը կրթական համակարգից է։ Էականորեն այսօր երբ մենք հանդիպում ենք մեր հասարակության մեջ այս վիճակը, այս անտարբերությունը եւ այլն, դա այն հանգամանքից է, որ այո, մենք կրթությանը շատ քիչ նշանակություն ենք տվել ու հիմա նոր եկող իշխանությունները մենք միասին բոլորով պետք է կարողանանք այս ամենը ջարդել ու ռեալ ներդրում անել կրթության ոլորտում, ռեալ ապահովել այն զարգացումը, որ մենք տեսնելու ենք կոնը 5-10 տարի հետո, այսինքն միանգամից սպասել որ հաջողություն կանա, դա միամտություն կլինի։ Արի, բայց մի երկու բան էլ էսպես հստակ հասկանանք, Ցոլակ ջան, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի։ Ասվածը դա չի նշանակում, որ բոլորը, ովքեր որ դիմում են բարձրագույն կրթություն ստանալու, բոլորի համար պետությունը պետքա վճարի, այսինքն ով ուզեցավ բարձրագույն կրթություն ստանա, ընդունվում է, ստանում է եւ պետությունը վճարում է։ Այդպես պետքա չլինի, ինչ որ ֆիլտրեր պետքա չլինեն։ Դա արդեն նշանակում է դրա համար նշեցին, այն որակի զուգահեռ պետքա դա իրականացվի։ Այո, առաջին հերթին դա նշանակում է, որ պետքա բարձր որակ լինի, դրա մասին մենք իհարկե մենք հաջորդիվ կխոսենք, եւ երկրորդ նշանակում է, որ ընդունելությունը պետք է նորմավորված լինի, որ ով որտեղ ուզեց սովորելով չի լինում, էլի, այդպես ում մտքով ինչ անցավ սովորելով չի լինում։ Եվ մեկ էլ էլի այդ հարցն է առաջանալու, բա փողի տեղը որտեղից է։ Հիմա նայում ես ինչքան ոլորտներ կան, որ անարդյունավետ ծախսեր են լինում։ Իհարկե, մասնավորապես, չէ՞։ Պետական բյուջեի ընթացքին հետևում ենք, տարվա վերջում արհեստական միջոցառումներ են սկսում իրականացվել, այդ գումարը ծախսերը, որովհետեւ ցույց տան, որ ծախս են արել, որովհետեւ խնդրի առաջ չկանեն։ Այնպես որ այդ գումարը կա, վստահ եմ կա այդ գումարը, ուղղակի ճիշտ կառավարման, ճիշտ պլանավորման խնդիր ունի։ Պատժիչ մարմիններին հատկացվող գումարները, վարչապետի ֆոնդ կոչված այդ գումարները, որ նայում ենք, ահռելի գումարներ։ Եկեք շրջենք հիմա Պրոշյան փողոցով, տեսնենք քանի ոստիկան է, ուղղակի այնտեղ կանգնած։ Այդ գումարները ճիշտ ներդրում իրական, ճիշտ տեղը ծախսելու պարագայում իհարկե այս խնդիրը կարծում եմ լուծվող խնդիր։ Այն օրինակ հենց նույն վարչապետի ֆոնդին հատկացվող գումարները, որ վերջին Փաշինյանի իշխանության գալուց հետո համարյա եռակի աճել են։ Այդ գումարները դրանց կեսն էլ երբ որ ներդրվի բարձրագույն կրթության մեջ պետության կողմից, այդ անվճար
հիմունքներով կրթությունը կապահովվի։ Եթե անգամ դրանց կեսը ներդրվի, եւ բնականաբար խոսքը չի գնում բոլորին էլի բարձրագույն կրթություն տալու մասին, մասնավոր բուհերը մասնավորապես իրենք կարող են հանգիստ վճարովի բանել։ Իսկ այսօրվա օրենքը ինչ ասում մասնավոր բուհերի հետ կապված, մասնավոր բուհերն էլ է դարձնում հիմնադրամներ, ասում որ Այդ խոսքը գնում է այս գործող ընդունված օրենքի մասին, դե գիտեք դրա համանդրականության հարցը այս բային քննարկվում է ու իմ կարծիքով նաև այս օրենքը պետք է ամբողջությամբ վերանայվի, որտեղ այստեղ շատ ու շատ դրույթներ ուղղակի հակասում են համանդրությանը։ Մենք խոսել ենք դրա մասին ու այդ մասով նաև որոշակի աշխատանք ենք իրականացնում։ Հիմա բայց արի բեր բանին էլի գանք, կանգնած ենք պետության ղեկին եւ բարձրագույն կրթության համար պատասխանատվություն ենք մենք կրում։ Ոնց ենք անում, որ բարձրագույն կրթությունը, եթե պետությունը վճարում է բարձրագույն կրթության համար, դա նշանակում է, որ պետքա պետության ներդրած յուրաքանչյուր լուման տեղ հասնի։ Ոնց պետք է ապահովի այդ պարագայում պետությունը իր ներդրած լումայի տեղ հասնելը։ Իմ կարծիքով նախ պետությունը պետք է արդյունավետ մասնակիցներ, պետական բույրի բնականաբար խոսքը, արդյունավետ մասնակցություն ունենա ծրագրերի, մասնագիտական կրթական ծրագրերի ստեղծման ու նաև շրջանավարտների որակավորման հարցում։ Այն մասով, որ պետությունը այստեղ անելիք ունի, այստեղ պետք է խառնի, ոչ թե պետությունը պետք է բույրը քաղաքականացնի, կուսակցականացնի, իր նպատակներին ծառայեցնի, այսինքն չգիտեմ, որպես մեխանիզմ օգտագործի իշխանության համար վերարտադրվելու եւ այլն, հակառակը ինքը պետք է ակտիվ մասնակցությունը կրթական ծրագրերի մշակման հարցում։ Այսօր մենք աշնանաբրի մանցում կատարենք մեկ այլ թեմա կապը գործատուի եւ բույի հետ։ Այսօր գրեթե բացառությամբ մի քանի մասնագիտությունների, որոնք ակտիվ աշխատում են գործատու հետ, այս պարագայում պետությունը որպես ամենամեծ գործատու պիտի ակտիվ մասնակցություն ունենա։ Ավարտական աշխատանքների պաշտպանության ժամանակ պետությունը պետք է ակտիվ աջակցություն ունենա, ինքն է պետք է խրախուսի միջոցներ տրամադրի հնարավորություն տա գործատուներին, որ իրանք են մասնակիցներն այս process-ին։ Այստեղ արդեն պետությունի ծախսած յուրաքանչյուր լուման կհետևի, արդյունավետ է դա թե արդյունավետ չի, այլ ոչ թե ակտիվորեն պետությունը կմասնակցի բուհի կուսակցականացմանը, ակտիվորեն կմասնակցի ընդունության քննություններին, որտեղ որոշակի դիվիդենդներ նաև կհավաքի, ինչու՞ չէ նաև կոռուպցիոն ռիսկեր էականորեն այստեղ ակնհայտ է նկատելի է վերջին տարին կամ վերջի խայտարակական ընդունության քննությունները, ես չեմ հիշում 30 տարվա մեջ, երբ որ ընդունության քննությունները այնպիսի սխալներով լինեն անգլենի քննության մասն է, որ նորից նախարարը նոր մարտի 1-ին նորից քննություն է թույլ տվել անգլեն ազգը։ Այսինքն սա աբսուրդ է, պետությունը ոչ թե պետքա ստեղ մասնակցություն, այլ պետությունը հակառակ արդեն մասնագետի պատրաստման եւ համալսարանից դուրս գալու գործում ինքը ակտիվ պետքա միջամտություն ունենա։ Միջամտություն այն իմաստով, որ սա իր ծախսած յուրաքանչյուր լուման արդյունավետ ծառայի նպատակին։ Օրինակ, երբ որ նայում ենք բնական ու թվային, այսպես ասած, մասնագիտությունների ոլորտը, այստեղ այդ համագործակցությունը որոշ չափով նկատելի է, հատկապես օրինակ IT-ի հետ կապված, որ IT ընկերությունների այդ ոլորտը Հայաստանում թութ զարգանում է, լավ է, IT ընկերությունները ներդրումներ կատարում են բուհերում, քանի որ իրենց անհրաժեշտ են այնպիսի աշխատակազմ, այնպիսի աշխատողներ, որոնք որ արդեն որակավորված լինեն, իրենք լրացուցիչ գումարներ չծախսեն, լրացուցիչ ջանք չդնեն այդ մարդկանց վերապատրաստելու համար, բուհերի հետ համագործակցում են։ Եվ շատ բնակավարներում հենց IT-ն է, չգիտեմ, օրինակ ասենք տվյալների վերլուծություն եւ այլն, տարբեր բուհերում ներդրումներ անում են, այդպես պատվերներ տալիս են, իրենց աշխատակիցները գալիս են դասավանդում են նաև այդպես լինում, բայց օրինակ երբ որ դառնում ենք երեսով դեպի հումանիտար հասարակագիտական ոլորտը, որի ներկայացուցիչներն ենք ես էլ դու էլ, հա, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, կառավարում, հանրային կառավարում, սրանք այն ոլորտներն են, որոնք որ շատ կարևոր են միտք գեներացնելու տեսանկյունից, որպեսզի կարողանաս պետությունը ճիշտ ռելսերի վրա դնես, այստեղ մենք շոշափելի խնդիրներ ենք տեսնում։ Ես օրինակ կարամ բերեմ հստակ, երբ որ աշխատում էի սոցիալական գիտության սերվիսի ֆակուլտետ դեկան Բրյուսովի համալսարանում, 1 տարի փորձ իրականացրեցի ավարտական թեզերի պաշտպանությանը ներգրավել գործատուներին։ Անձամբ եմ զանգել տուրիզմի ոլորտում, օրինակ, անձամբ եմ զանգել գործատուներին, խնդրել եմ գալ պաշտպանության ներկա լինել, հասկանալ ինչա պետք իրենց ու նույնիսկ նաև ընտրել ուսանողներին, որոնք հենց իրենց ուղղությամբ են աշխատանք իրականացրել, բացառությամբ 1-2 գործատուի են էլ 1-2 անգամ եկան ու չեկան։ Այսինքն այս մասով չստացվեց իմ մոտ, որովհետև չգիտես ինչու գործատուների մոտ էլ չկա շահագրգռվածությունը։ Այսինքն այստեղ իհարկե մեծ աշխատանք ունեն իրականացնելու, բուհերը հակառակ պարագայում իրանք մրցունակ չեն լինելու։
Հակառակ պարագայում իրանց ավարտած ուսանողը դուրս է գալու աշխատաշուկա, իր ստացած հմտությունները, կարողությունները չի կարողանալու ծառայել, որտեղ շուկան լրիվ ուրիշ բան Այո, է։ լրիվ ուրիշ բանջներ են։ Այսօր ես էլ դու էլ փաստորեն մի ոլորտում ենք հանրային քաղաքական գործունեություն ենք ծավալում, եւ ինչ ենք մենք տեսնում։ Օրինակ, որպես քաղաքագիտության կրթական ծրագրում Երևանի պետական համալսարանի դաս տված մարդիկ, հա, մեր քաղաքագիտության կրթական ծրագրում այդպես ակադեմիական գիտելիքներ բան են ուսանողները ստանում, բայց երբ որ օրինակ նայում ենք, թե ինչ կարողություններ են անհրաժեշտ քաղաքական գործիչների խորհրդատվությունը անելու համար, ու մեկ էլ նայում ենք մեր կրթական ծրագիրը, մենք շոշափելի բացեր ենք տեսնում, Միանշանակ։ հատկապես տեխնոլոգիական, ասենք քաղաքական տեխնոլոգիաների բնագավառում շոշափելի բացեր ենք տեսնում, այս տեսանկյունից շատ ճիշտ ես ասում, որ պետությունը պետքա մասնակցի։ Մի հատ արի հասկանանք նաև, որ մարդկանց նաև հասկանալի լինի այդ մասնակցությունը ոնց է լինելու։ Մեկը ասեցիր, որ դիպլոմայինների ընդհանրապես թեզերի պաշտպանության ժամանակ ներգրավվածությունը։ Նաև մեկ այլ ձև է, երբ որ պետության ներկայացուցիչները իրենք յուրաքանչյուր կրթական ծրագիր բուհի ունենում է իր որոշակի ինդիկատորները ձևակերպված, վերջնարդյունքները, թե ինչ կարողություններ պետք է ունենա ուսանողը այս կրթական ծրագիրը ավարտելուց հետո։ Այստեղ է պետության ներկայացուցչի աչքը պետք, որ տեսնի, հասկանա այդ կարողությունները իրեն պետք են, թե իրեն պետք չեն, ու այդտեղ ասի, գիտես ինչ կա, որ ինձ չգիտեմ, տեղեկանք գրելու կարողությունը անհրաժեշտ է, վերլուծական տեղեկանք կազմելու Ուղղակի այդտեղ գիծը պետք է այնպես դրի, որ պետությունն է շատ չմիջամտի ակադեմիական ազատություններին, այս մասով էլ էլի պետք է ուշադիր լինենք, այսինքն այդ սահմանը չանցնի, բայց որ միանշանակ պետությունը պետք է մասնակցություն ունենա կրթական ծրագրի մշակման, իրականացման վերջնարդյունքների հարցում, դա միանշանական է, թե ինչ ճանապարհով մեխանիզմները ուղղակի հիմա երկար չքննարկենք, բայց կան ճանապարհներ, որի միջոցով հնարավոր է։ Հիմա օրինակի համար տեսնենք, բացենք ֆակուլտետների խորհուրդները։ Մենք բոլորս կարևորում ենք միշտ բուհերի կառավարման խորհուրդները, որտեղ այնտեղ ավելի հետաքրքիր է ռեկտորի ընտրությունը եւ այլն։ Բայց իշխենք ավելի ներքև է։ Այստեղ ավելի կարևոր մասնակցություն։ Այո, իհարկե, ֆակուլտետների խորհուրդներում ինչքան գործատու ունենք, եթե նույնիսկ կան գործատուներ, որքանը ձևական դրանց աշխատանք, որտեղ գիտենք դեկանները հրավիրում են ուղղակի ցույց տալու համար, որ տեսեք այսքան տոկոս կանոնադրությունով պահանջվում է, որ արտաքին անդամ լինի, այդպես իրենց մոտիկ մարդուն, ծանոթ մարդուն կարծում եմ, ոստեղ նաև մեծ անելիք ունի, օրինակ գործատուների միությունը, դու ինքն է պետք է ակտիվ դա խորհրդի անդամներին, որոնք պիտի բուհում գան, մասնակցեն կրթական ծրագրի մշակմանը, մեխանիզմ պիտի լինի, որ հենց գործատուների միությունը ընտրի իրենց։ Այսինքն ոչ թե դեկանը զանգի, չգիտեմ, իր ծանոթին հրավիրի ասի խորհրդում աշխատենք միասին, որ այդ ձեր նշած բանը փակի, ծիշկան բանը, այսինքն կանոնադրության պահանջ իրականացնի, այլ հակառակը պետք է ընտրության հստակ մեխանիզմներ լինի, որ իրականում շահագրգռված գործատուները հայտնվեն։ Ամբիոնների աշխատանքը, որտեղ գիտեն կրթական ծրագրերը ճիշտ է հաստատում են խորհուրդներում, բայց ինքը ավելի ներքևի ուղղակում է ստեղծվում։ Այդ գիտենք պահանջ կա, պիտի գործատուն մասնակից լինի, բայց որքանով է այդ պահանջը իրական ձևական, մենք ինքներս տեսել ենք, ուղղակի խնդրում ենք, հրավիրում ենք գործատուներին, ասում ենք, ես այս ծրագիրը նայի, մեծամասամբ չեն էլ նայում, ու տենց խորհրդում հաստատում է։ Ցավալի է, բայց փաստ է իրականությունը, գործատուներին մեղադրելուց առաջ պիտի հասկանանք, որ բուհերը պիտի շահագրգռեն, էլի պիտի ակտիվորեն պրակտիկայի գործընթացը պիտի ճիշտ կազմակերպվի։ Ուսանողները երբ որ գնում են պրակտիկա, տեսեք, մենք գնացել ենք պրակտիկա, մեծամասամբ դժգոհություն է եղել պետական մարմինում պրակտիկա գնալուց։ Շատ դեպքերում sense հումորով են նաև, չէ, երեխաները, աղջիկները ասում, ես չեմ ուզում գնամ այս ինչ տեղը, որտեղ չեմ ուզում սուրճ տնող այնտեղ աշխատել։ Այս խնդիրը կա։ Պետական մարմիններում մեր պրակտիկայի գնացած ուսանողներին գրեթե ճիշտ ուղու վրա չեն դնում, չեն աշխատացնում, չեն սովորեցնում հմտություններ, ինչ շատ դեպքերում այսօր օրինակ տենդենս է, պետական մարմինները չեն ուզում գնան ուսանողներ։ Դու գիտեն, այնտեղ բան չեն սովորելու, ընտրում են մասնավոր ոլորտ։ Այստեղ լուրջ անելիք կա, որ պիտի ժամանակը գալուց հետո իրականացնենք միասին։ Մանավանդ որ պետական գերատեսչություններում մարդիկ կան, ովքեր որ փորձագետի կարգավիճակ ունեն, որպես երկար տարիների աշխատած մարդիկ, դրսերում կրթություն ստացած մարդիկ փորձագետներ են աշխատում, եւ ոնց որ այդ համակարգի ալֆան ու օմեգան պատկերացնում են։ Այդպիսի մարդկանց հենց պետությունը, եթե մենք գալիս ենք այն գաղափարին, որ պետությունը անվճար հանրային բուհերում կրթությունը ինքն է ֆինանսավորում, դա նշանակում է, որ պետությունը պետք է որոշակի բան ունենա նաև, աչք ունենա այդտեղ
մենք հիմա այս ակադեմիական ազատություններից եւ ինքնավարությունից խոսենք, ամեն ինչը ողջամտության սահմաններում է։ Եթե պետությունը ֆինանսա տալիս է, նշանակում է, որ պետությունը պետք է ապահովի, որ իր գերակայությունները արտացոլվեն այդ կրթական ծրագրում։ Այսօր մեր պետության գերակայությունները կապված են անվտանգային ոլորտի հետ։ Բայց մինչև մյուս թեմային անցնելը նա մի կարագույն հանգամանք։ Մենք ցանոթ շատ լուրջ նեղ սոցիալական բաղադրիչ պետք է դնենք սրա մեջ, որովհետև տեսեք, այսօր շատ ու շատ տաղանդավոր երեխաներ հեռավոր մարզերում, հեռավոր գյուղերում չունենալով համապատասխան գումար, պարապելու, ընդունվելու համալսարաններ, այդ դեպքում իսկ եթե հաղթարում են երեխաները այս ճանապարհը, հայտնում են համալսարանում ու չեն կարողանում ուսման վարձը վճարել։ Այսինքն սրանով նաև սոցիալական լուրջ խնդիր պետք է կարողանանք լուծել ու նաև միգուցե մտածենք այդ ուսանողներին, որոնք հեռավոր շրջաններից են, ավելի բարձր կրթաթոշակ տրամադրենք, պայմանով որ ինքը հետ վերադառնա աշխատի իր համայնքում, այսինքն ոչ միայն անվճար կրթության ու ուսանողական նպաստի լրիվ փոխհատուցման մասին պետք է մտածենք, այլ նաև կրթաթոշակի միջոցով խրախուսենք, որ ինքը հետագայում վերադառնա։ Սա լուրջ սոցիալական խնդիր է։ Այսօր մենք գիտենք, մեր համայնքները դատարկվում են, մեր գյուղերը դատարկվում են ու բարձրագույն կրթությունը պետք է նաև մտնի այնտեղ, ոչ թե գնանք այնտեղ համալսարան հիմնադրենք, այլ հակառակ այնտեղից պետք է գան ու հետ գնան, ոչ թե մնան մայրաքաղաքում կան ավելի վատ պետությունը պիտի տեր կանգնի, էլի, ամեն դեպքում պետքա տեր կանգնի իր ներդրած գումարը ինչ գիտելիքի վերածվեց, ինչ կարողության վերածվեց ու որտեղ է օգտագործվում։ Այսօր ես երբեմն ցավով եմ տեսնում, որ մեր շատ ուսանողներ հանրային կառավարման, օրինակ, որտեղ որ ես դաս եմ տվել, շատ խելացի ուսանողներ բեթինգի հետ կապված ընկերություններում են պարզապես աշխատում, որովհետև այդտեղից գումար են ընդհանրեն առնում ու վերջ։ Այսինքն այդ տաղանդը կորչում է, գնում է ու չի կարելի էլի առանց այն սուղ հնարավորություններ ունեցող մեր երկրում այդ տաղանդի նկատմամբ չի կարելի այդպիսի ամփույթ վերաբերել։ Ես միշտ դրա մասին ցավ եմ խոսում, դե մանավանդ այն Բրյուսովի ուսանողությունը, որոնց ճանաչում եմ ես, քանի որ սերվիզի ֆակուլտետն է հիմնականում իմ խոշոր մասնագիտություն մեկ եղել։ Մտնում եմ սպասարկման ոլորտ, տեսնում եմ ուսանողներին։ Շտա ուրախանում եմ իրենց որ տեսնում եմ, բայց հոգուս խորքում ցավ եմ ապրում։ Այս երեխեն եկել բարձրագույն կրթություն ստացել, ինչի պետք գնա ծառայության մատուցման ոլորտում, սպասարկման ոլորտում աշխատի։ Որտեվ իրականում կան միջին մասնագիտական հաստատություններ, քոլեջներ, այդ ոլորտը սպասարկումների քոլեջները, հակառակ բարձրագույն կրթություն ստացած ուսանողը պետք է ավելի այլ աշխատանքի որոշումների ընդունման մեջ մասնակցեն, ոչ թե կատարողներն են շուկայում։ Սա էական հարց է, որ պետք է լուծվի, որպեսզի եւ միջին մասնագիտականը եւ բարձրագույն իր նպատակին ծառայի, այսօր խառնված է իրար։ Բարձրագույն կրթություն ստացած մարդը միջին մասնագիտական կրթության շրջանավարտին հարիր աշխատանք է իրականացնում, որը ճիշտ չի իմ կարծիքով։ Բայց մի բան էլ ավելացնեմ հետ գնալու հետ կապված, այո, պետք է նաև նույն քաղաքագիտության, հանրային կառավարման, այլ մասնագիտության ոլորտում ուսանողը եթե ավարտել է համալսարանը, եթե վերադարձել իր համայնք, պիտի պետությունը խրախուսի, կապ չունի ինչ մասնագիտություն։ Մենք մեն մանկավարության մասով ենք խոսում, բայց բոլոր մասնագիտությունների պահովել, եթե ինքը գնացել է իր համայնքապետարանում աշխատում, մարզպետարանում աշխատում, պետքա պետությունը խրախուսի այս մարդկանց։ Պետքա տարբեր միջոցներով նպաստի, որպեսզի մարդը չմնա մայրաքաղաքում։ Հետ վերադառնա, որտեղ սա ազգային անվտանգության հարց է։ Այս խնդիրները այսպես իրար հետ փոխկապակցված են շատ ու այս պահին քանի որ մարզերի ուսանողներից խոսեցինք, պլանավորել էի ոնց որ ակադեմիական քաղաքի մասին մեր խոսակցությունը մի քիչ ավելի վերջ տանենք, բայց կարծես թե այս պահին օրախնդիր է դառնում։ Տեղեկացնեմ, որ իշխանությունները ընդունել են մի օրենք, որով որ ստեղծվում է այդ ակադեմիական քաղաքը, դրա մասին գիտեք, հանրային քննարկումներ շատ գնացել են ու այս ակադեմիական քաղաքի պրոբլեմատիկ կողմերից մեկը, կարևորագույն պրոբլեմատիկ կողմերից մեկը այն է դառնում, որ մարզերում փաստորեն վերանում են բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Բայց մի հատ գանք նրանից արդյոք այդ ակադեմիական քաղաքը լինելու է թե չէ։ Որտեվ ես իրականում չեմ արել ամռանը մի քանի անգամ գնացել եմ այն վայրը, որտեղ պետքա կառուցվի։ Անկեղծ ես որ չեմ նկարվել էր, ասել եմ։ Հա, անկեղծ ասած չեմ տեսնում դե որովից աշխատանք, որ ինչ որ նախապատրաստական գործություն է սկսվել կառուցելու։ Այո, միանշանակ, սա մեր ամբողջ կրթական համակարգը բարձրագույն կրթության համակարգ քանդելու է։ Իհարկե գաղափարը լավ բան է։ Ով չուզենա, որ մենք ունենանք մեծ քաղաք, որ ինքը ուսանողական բլոկ ընկնի, իրականական սպეციფიկ մասնագիտությունների ինչ որ մի հատ կլաստեր տանել, էլի տեղավորել, ոչ թե ամբողջ այդպես։ Իհարկե, ասենք Գորիսի պետական համալսարանը փակել ու տանել ակադեմիական քաղաք, սրա նպատակը ուղղակի անհասկանալի է։ Հերթական անգամ նպաստում ենք մարզերի դատարկմանը։ Լրջագույն խնդիր է։ Ես ուղղակի մեծ հույս ունեմ, որ իրենք չեն հաջողելու այս ամբողջ
կրթական համակը քանդելու քաղաքացի իրականացնել, մեր ժողովուրդը իրանց տեղը ցույց է տալու ու իրանք գնալու են զբաղվել են գործով կամ չզբաղվել են գործով ինչ պետք է իրանք անեն, դրա համար անկեղծ ասած այս մասով լավատեսական բանը որ չի իրականացել ակադեմիական քաղաքի գաղափարը, բայց եթե դա իրականացվի, այո, մեծագույն խնդիր է։ Դե ամենայն դեպս այո, պետք է այս սահազանգը նորից ու ամեն առիթի հնչեցնենք, հատկապես մարզային երիտասարդության համար, նրանց ծնողների համար, այն մարդկանց համար, ովքեր որ իսկապես ուզում են, որ իրենց երեխաները մնան եւ մարզային բուհերում սովորեն, սա պետք է աչքի լույսի պես պահենք մեր մարզային բուհերը։ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Սյունիքում այսօր 5 մարզում չէ մարզային բուհեր ունենք հիմնականում։ Ժամանակին Իջևանի մասնաճյուղի համար բացվեց անվտանգային նպատակով, որպեսզի մարդը մնա անտե, սահմանամերձ շրջանից չթողեն գան Երևան։ Սա այսինքն ռազմավարական խնդիր է, ինչպես կարելի է փակել մի արվածով վերջ։ Բոլորս գալիս ենք ակտիվ։ Մենք հաշվել ենք 10,000-ից ավելի ուսանող եւ 1500-ի կարգի դասախոս, փաստորեն եթե այդ ակադեմիական քաղաքը բացվում է, այս մարդիկ ուսանողները ընտրելու են կամ գալ մարզիային ուսանող չլինել, գալ ակադեմիական քաղաքում սովորել կամ բարձրագույն կրթություն չստանալ, դասախոսներն էլ ընտրելու են կամ ում որ հաջողվի գան ակադեմիական քաղաքում դասավանդեն եւ իրենց ասեք չաշխատեն։ Մենք մի կարևոր հանգամանք ենք ֆիքս, չէ՞ որ պետքա գործատուն process-ի մեջ լինի։ Պետությունը կլինի, թե մասնավորը կլինի։ Այսինքն եթե մենք բոլորին տանում ենք ակադեմիական քաղաք, բոլոր մասնագիտությունները 0.25 դրույքով, ժամավճարով աշխատող գործատուները, որոնք գալի դասավանդում են, դեռ շատ կարող է նրանց փորձը պրակտիկ։ Մասնագիտություններ կան, որ առանց իրենց անել հնարավոր չի, մանավանդ նոր մասնագիտությունում մենք չունենք այդքան պաշտպանած, այդ գծով մասնագետ միայն դասախոսությամբ զբաղվի։ Իսկական այս մարդկանց բնական է, իրենք չեն կարող իրենց աշխատանքին ուրիշ կտրվեն, մի քանի ժամով գան ու ամբողջ օրը ու մենք պրակտիկ գործունեություն իրականացնող դասախոսներից զրկելու ենք ակադեմիական քաղաքում դասավանդելու հնարավորությունից։ Էլի խնդիր է, շատ կարևոր խնդիր է։ Մանավանդ այդ առաջին մասով մենք խոսեցինք գործատուբու իրար կապելու մասով, սա եթե օրինակ ասենք ռազմական օրինակ ասենք մասնագիտության կլաստեր այդպես ստեղծվեր, օրինակ այտենց առանձնացվեր, շատ տրամաբանական դա կարելի էր համարել, որովհետև այդպիսի բուհերի կրթական գործունեությունը առանձնահատուկ է եւ մասնագետների որոշակի կենտրոնացում է պահանջում եւ շատ տրամաբանական, բայց որ ամբողջն են բերում այդպես հավաքում են տանում են միտեղ են։ Պետություն ջան, ստեղծում ես ակադեմիական քաղաք, լավ ես անում։ Ինչ ես պարտադրում բոլորին կան այդտեղ։ Ովքեր ցանկանում են մասնավոր, ովքեր ցանկանում են տալ, այսինքն աստիճանաբար process-ը, ոչ թե միանգամից քանդի, մեկ որոշմամբ քանդի ու բոլորին ասի գալիս եք, թե այդ ճանապարհն ինչը կմնա, ինչը չի մնա, Աստված գիտի։ Իսկն 2-3 տարի առաջ դուք Բրյուսովի համալսարանը մանկավարժականը ֆիզկուլտուրիսը միացնում եք իրար, որ ինչ լիներ, ինչն է դրա նպատակը, այսինքն ափալ-թափալ արագ։ Իսկն երբ որ խորանում ես իրականում քայլերի մեջ տրամաբանության չես տեսնում ընդհանրապես ու հասկանում ես որ նպատակը մեկն է՝ քանդել, ավիրել, քաղաքական որոշումներ։ Ոնց որ համայնքներն են խոշորացնում կամ չխոշորացնում, անջատում բանում, լրիվ քաղաքական նկատառումներից ելնելով Էջմիածինը Խոյին են միացնում, որովհետև Խոյի գյուղերում իրենց տեխնացուներն ավելի մեծ կշիռ ունեն, որպեսզի այդտեղ հաղթեն, հիմա էլ Ստեփանավանն են ուզում միացնեն, նույն այս տրամաբանությամբ տեղի ունենում, ասենք քաղաքական որոշումներով, առանց շահառուների կարծիքը հաշվի առնելու, առանց նրանց կարիքները ուսումնասիրելու, այսպիսի որոշումներ են կայացնում։ Ես ուղղակի անկեղծ չեմ հասկանում շատ ու շատ մեր գոլեգաների ինչի համար են լռում, ինչի չեն խոսում, այս էլ է կարևոր հարց։ Ես օրինակ մի քիչ եթե կտած թեմայից ճեղվեմ, ուրեմն Խաչիկ Գալստյանի հետ կապված իրադարձություն երբ որ տեղ ունեցա, չեմ անարել, բացել եմ մեր ֆակուլտետի դասախոսների Facebook-յան էջերը։ Մեծամասամբ քալ լռություն։ Որևիցե մեկը չի դատապարտում այս իրողությունը։ Այս խնդիրը իմ համար ամենամեծ խնդիրն է։ Բարձրագույն կրթության ոլորտում մարդիկ չգիտես ինչի խխունջացած են ապրում։ Չի գալի Ժորժ ջան, չի գալի, վաղը չեմ իսօրը ձեզ է գալու։ Երբ որ գա ձեզ հասնի, ես էլի դրա համար պայքարելու եմ, որովհետև դա ոչ թե Խաչիկ Գալստյանի, ոչ թե Մենուա Սողոմոնյանի, ոչ թե ինչ որ մարդու համար եմ, դա ընդհանուր համակարգի համար եմ ես պայքարում, որտեղ կրթության ողնաշարը ջարդելուց հետո իրանց մոտ ամեն ինչ ստացվելու է։ Իրանք էլ որից է բարիեր չեն ունել, եթե բարձր կրթության մարդը չի խոսում, էլ ումից ենք ինչ ակնկալում։ Դե քանի որ այդ հենց այդ է, նաև որ այդ լռությունն էլ է, որ այս իշխանություններին տալիս է համարձակություն բուհերում անելու այն ինչ որ իրենք անում են, գան
իրական Հայաստանի մասին պրեզենտացիա անեն եւ այլ բաներ անեն, կամ շատ ավելի կոպիտ այդպես միջամտություններ անեն բուհերի կառավարման գործընթացի մեջ, բուհեր միացնեն։ Ու նաեւ մենք այդ թեման էլ Ես ես վերջերս մի բան հիշեցի։ Իմ գրադարանն էր ուսանողական հավաքում, որտեվ տանը ցենց փոխություններ իրականացնում, գտա իմ նախի լեկցիաները, ուսանողական տանի լեկցիաները։ Ու շատ ուղղակի թերթեցի ու Արցախի հետ կապված մեր դասախոսները, որ այսօր քալ լռություն է, այդ մարդիկ չեմ ուզում ուղղակի անուններ տա, քալ լռություն է, այնպիսի բաներ խոսում են Արցախի հայկական լինելու մասին եւ այլն, այսօր չկան այդ մարդիկ։ Ուր են այդ մարդիկ, ես զարմանում եմ, այսինքն դուք ինձ որպես ուսանող, որպես դպրոցական տանի դասիրակել եք որպես հայնասեր մարդ, որի համար Արցախը հայրենիք է, այսօր վերջ չկա, զարմանում եմ, էլի ուղղակի սա մեծ քննարկման թեմա է։ Չգիտեմ ինչի արդյունքում է սա եղել, որը խորքային է, պետք է գտնենք դրա պատասխանը։ Դե ամբողջ խնդիրը դրանում է, որ բուհերը միշտ էլ եղել են տարբեր երկրներում, անգամ արևելքի երկրներում, իրանք ազատամտության որոշակի օջախներ են եղել ու դա պետքա պահպանել։ Այդ անգամ կոմունիստական վարչակարգի պայմաններում բուհերը միշտ էլ եղել են ազատամտության օջախներ։ Կոպտորեն, դաժանորեն ճնշելով նախ չի կարելի ճնշել, բայց եթե դիմացին այնպիսի իշխանություն է, որը որ ճնշում է, պետք է հակադրվել, որ իրենք էլ չմտնեն ու չանեն այն ինչ որ անում են։ Մենք քիչ առաջ խոսեցինք բանի մասին, որ ֆակուլտետների գիտական խորհուրդներում էլ պետք է լինեն պետության ներկայացուցիչները ներկայացված, որ նորմալ հետադարձ կապ տան այդ կրթական ծրագրերի բովանդակության վերաբերյալ, հասկանան, որ ինչ որ ուսուցանում եք, սովորեցնում եք, դա պետությանը վճարողին, փող դնողին պետքա թե պետք չի, եւ այս առումով շատ կարեւոր է նաեւ համալսարանի կառավարման բուհերի կառավարման խորհուրդներում այդ ձևական մասնակցությունը վերացնելը ի վերջո։ Արի խոստովանենք, որ մեծամասամբ միշտ էլ այդ մասնակցությունը ձևական է եղել, միշտ էլ եղել է։ Ու հիմա էլ այդ նույն ձևով շարունակվում է, թեև ասում էին, չգիտեմ ինչեր էին ասում։ Սրանից 8 տարի առաջ չգիտեմ ինչեր էին ասում, բայց այդ ձևական մասնակցությունը բան է լինում։ Ուրեմն հիմնականում այդ մասնակցությունը կարևորվում է մարդաքանակ ապահովել, որպեսզի իրանց ուզած մարդուն ռեկտոր նշանակեն։ Էսա։ Միանշանակ ուրեմն ինչի է նաև ձևական դառնում, որովհետև չի կարա նախարարը իր բան ու գործը թողի, գա ժամերով նստի համալսարանի հարցը քննարկի, բյուջեի հարցը քննարկի։ Օբյեկտիվորեն միանշանակ այսինքն թողին քլեք կուսակցական քաղաքական լինելը։ Այսինքն ինչի իրանք օրինակ այդ տեղերի վրա ավելի սա գլխավոր մասնագետներին չեն նշանակում, էլի պետության ներկայացուցիչն է։ Թող իրենց գոնե նշանակեն, ոչ թե իրենց ամբողջ օրը ծառայեցնեն, համալսարանում ինչ որ տարբեր հարցերի քննարկմանը, որ իրականում իրանք դուրս են գալի վերջ, մի տարի մոռանում են այդ համալսարանի մասին, հաջորդ տարի նորից բյուջեի հաստատման մասով հիշում են։ Հետազոտում են, վերցնում են, այնուհետ ծավալուն հաշվետվությունները կարդում են, նախարարի չի կարդում։ Նույնիսկ խորհրդի նախագահները չեն կարդում, անդամներից խորհրդի ինչ ուզեն։ Ես համաձայն եմ, այո, բուհերի կառավարման համակարգը պետքա լիովին վերանայել։ Հոգաբարձների խորհուրդը ինքը հələ հիշենք ինչ էր ասում այն ժամանակ վարչապետի պաշտոնի համար պայքարող անձը։ Հիշենք Ֆրանսիայի հրապարակում, այսօրապես այդ ելույթը հիշում եմ։ Ինքը խոսում էր, որ պետքա այսուհետ ռեկտորին ընտրեն բոլոր ուսանողները եւ դասախոսները, այլ մարդ պետքա չընտրի։ Իդեպ մի բան ասեմ, դրանից հետո իրենք երբ որ իրականացրեցին այս իշխանափոխությունը, իրենց ասած այսպես կոչված հեղափոխությունը, մի շարք բուհերում, օրինակ Բրյուսովի համալսարանում ուսանողական խորհրդի կանոնությունը ամբողջությամբ փոխեցին, ուսանողական խորհրդների ընտրությունը նախագահի ընտրությունը դարձին բոլոր ուսանողները պետք է ընտրեն։ Լավ գաղափար է։ Բայց այսօր արդեն 3-4 տարի է ուսանողական խորհրդում Բրյուսովի համալսարանի կոնկրետ ուսանողական խորհրդի նախագահ ընտրված չկա։ Ում ուզում առանց ընտրության։ Այսինքն այն ժամանակվա իրենց ասած լիարժեք հակառակն է այսօր իրականացում։ Կառավարման մասով հետ գանք, այո, միանշանակ կարծում եմ, որ պետքա նախ որպեսզի չդառնա սա սեփական անձին ռեկտոր նշանակելու հարց, պետքա խորհրդում համալսարանական հատվածը ավելի շատ լինի։ Այսինքն խորհուրդը այնպես պետքա ձևավորվի, որ համալսարանի ներկայացուցիչները ավելի շատ թեկուզ 1 հոգով, 2 հոգով, որ իշխանության ձեռքը լծակ չլինի, ում ցանկանան բերում նշանակում։ Պահանջ է, ցոլակ։ Այո, դա կյանքի ինքնավարությունները, այս պահանջ ընդհանրապես բողոքական ինքնավարություն։ Դա միանշանակ։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը, այո, ձևական բնույթ օրինակ նաև կրում շատ ու շատ դասախոսների ու ուսանողների մասնակցությունը։ Այո, ձևական բնույթ կրում, տվել մարդիկ էլ շատ բան չիմանալով գալի կողմ են քվեարկում,
ու գնում են իրենց գործերով 1 տարի չեն։ Այսինքն մենք պետքա այդ մարդկանց հետ օրինակ ժամանակին մենք պետական համալսարանի ուսանողական խորհրդում դասընթացներ ենք անցկացնում ուսանողներ։ Ինչա բուհը, ինչա կառավարման մարմինը, այսինքն մեր կողմից ընտրված հաշվետվողականությունը։ Այո, մեր կողմից ընտրված ուսանողը արդեն որ հայտնվում էր գիտական խորհրդում կամ խորհրդում, ինքը գիտեր ինչի համար է եկել։ Իսկ այսօր միանշանակ ուսանողն ինչ չգիտի ինքը ինչի անդամ է, հարցը առիթ է եղել, հարցել եմ համասանից մեկում, ասում էր ռեկտորի ընտրության, ասում դա ինչի անդեք, իմ համար բարձր ենք հոգավարցի խորհրդյան, նա չգիտեմ, գնում եմ ռեկտոր ընտրեմ։ Այսինքն ուսանողը դա ինչ չգիտեն ինչի համար են այնտեղ հայտնվել։ Նույնը նաև աշխատակիցները։ Այո, այս մեխանիզմը պետքա լիարժեք փոխվի ու պետքա իրականում այդ ինքը աշխատող մարմին դառնա խորհուրդ, ոչ թե տարին մեկ անգամ հավաքվող բյուջե հաստատող ռեկտոր ընտրող։ Ինքը մշտապես պետքա աշխատի։ Հետ գալով առաջի հարցին դրանով նաև կլուծվի գործատու պետություն, բու այս համագործակցությունը, թե խորհուրդները աշխատող մարմին է դառնան։ Կրթական ծրագրերի որակի հարցը դրան։ Այո, իհարկե։ Այդ հաշվետվությունները հիմնականում քանակական բնույթի են, այսինքն արել ենք էս, այսքան ծրագիր ենք արել, այսքան, չգիտեմ, գույք ենք ձեռք բերել, ամեն ինչը քանակական է որպես կանոն։ Ու երբ որ մարդը կարդում է այդ հաշվետվությունը, ինքը չի հասկանում, այս լավ է թե լավ չի, բավական է թե բավական չի։ Ու սա այդպես կառավարման հարց է, այդքան կառավարողներ ենք պատրաստում, տարբեր կրթական ծրագրերում այդքան կառավարիչներ ենք պատրաստում, բայց այսպիսի պրիմիտիվ հարցերի վերաբերյալ որակյալ կառավարման կարողություններից բխող որոշումներ չի ընդունում, նորմալ հաշվետվողականության համակարգ չի կառուցվում, ու հենց պետության խնդիրներից մեկն էլ սա պետքա լինի, որպեսզի ինքը կարողանա, քանի որ ինքն է ամբողջությամբ այդ գումարը տալու հանրային բուհերին, ոչ մասնավոր, ինքն էլ կարողանա գլխին կանգնի հաշվետվողականության համակարգի, որ այդ հաշվետվողականության համակարգը նորմալ ձևով աշխատի, որակական բնույթի հաշվետվություններ լինեն, վերլուծական բնույթի հաշվետվություններ լինեն։ Իրադարձությունները այնպես են արագ զարգանում, որ մենք նույնիսկ մոռանում ենք ինչա տեղ ունեցել 2-3 տարի առաջ։ Հիշենք մի քանի բուհերում ինչ տեղ ունեցավ։ Այս մարդիկ կանչեցին հոգաբարձի խորհրդի բոլոր անդամներին, դիմում գրել տվեցին, բոլորին, խորհուրդը ցրեցին, 2 ամիս հոգաբարձի խորհուրդ չունեցան, բերեցին հիմնադրամների մասին օրենքը, մեջ բերեցին արդարադատության նախարարի հրամանով 3 հոգանոց տրոյկա ստեղծեցին, հանձնաժողով հոգաբարձի խորհուրդ ստեղծեցին ժամանակա ու ռեկտոր կարգեցին։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Մարդը ընտրվում է, օրինական ճանապարհով ընտրվում է, չեն հաստատում, այսինքն ցանկացած ոլորտում սա կարան անեն։ Ու եթե այս ու արդեն 2-3 տարի է դատական process-ներ ձգձգվում, այս մեխանիզմը պետք է սա ամեն եթե սեն շարունակվի ամենտեղ սա կարող են կիրառել։ 1-2 տեղ հաջողել է, ժամանակին չեն կարացել կանգնեցնել, պիտի չթողենք որ այս գործընթացը առաջ գնա, որտեվ սա մի անգամ անում են, տեսնում են դիմադրություն չկա, երկրորդ, երրորդ, չորրորդ ու իրանց մոտ հաջողում է։ Այո, միանշանակ կառավարման ոլորտում պետք է լուրջ փոփոխություն իրականացի բուհերի, դա կբերի որակի ու շատ հարցերի։ Ինքնավարությունն էլ, այո, պետքա բնականաբար լինեն ավելի շատ համասարանական անդամներ, ավելին համասարանական անդամները կառավարման խորհուրդներում, համասարանները իրենք կարող են իրենց արտաքին անդամներին նաև ներգրավել, իրենց կրթական ծրագրերի կարիքներից բխող մարդկանց ներգրավելով, մասնավոր ոլորտից, ակադեմիական ոլորտից։ Ֆինանսական ինքնավարությունը նույնպես շատ կարևոր է, որ պետությունը ֆինանսները տալով հանդերձ ինքը չմիջամտի դրա ծախսմանը, ավելցուկը չվերցնի վերահսկի։ Այո, բայց շատ ճիշտ է, որ ինքը իր սահմանած ցուցանիշների համաձայն, եթե տեսնում է, որ համապատասխան ճիշտ հաշվետվողականության պարագայում իր առաջադրած արդյունքները չեն ուրեմն բավարարվում, ինքը ֆինանսավորումը կչացնում է։ Այդ ֆինանսավորման կչացումը արդեն բուհի համար կամ այդ արդեն ռեկտորի համար գործադիրին փոխելու մասին էս դեպքում է։ Այո, ուրեմն հենց այդպես տրամաբանությունը պետք է այդպեսին լինի, ոչ թե քաղաքական լոյալության վրա հիմնված։ Մենք մամուլով կարդում ենք դեֆոլտներ, բյուջեի չկատարել եւ այլն, այդ մարդիկ շարունակում են պաշտոնավարել, ու ղեկավարել, չես հասկանում էլի, ասենք ինչ գրանտներ, որոնց վերաբերյալ հաշվետվություններ չկան, միլիոնավոր դրամների գրանտներ, որոնց մասին հաշվետվություններ չկա, ինչ ա եղել, ոնց ա ծախսվել, մարդկանց աշխատանքից ազատել տասնյակ միլիոնավոր դրամներ փոխհատուցում տալով։ Տեսեք ինչ է կատարվում Երևանի պետական համալսարանում, այդ Բրյուսովի համալսարանում, այլ բուհերում։ Այսինքն ես կարծում եմ նաև,
որ մյուս իշխանությունները երբ որ կան, երբ որ օրինակ մենք կանք իշխանության, միանշանակ ես նախաձեռնությամբ եմ հանդես գալու, որպեսզի պետական պաշտոնյաները, նաև այս դեպքում ռեկտորները սխալ արձակած հրամանի պատճառով բուհին պատճառած վնասը իրենք փոխհատուցեն։ Դե ինչ անհաշակում մարդուն աշխատանքից ակնհայտ ապօրինի ազատել, ապօրինի դատարանով տասնյակ միլիոնավոր դրամներ հաղթել ու ուսանողի տված վարձի հաշվին դա փակել։ Դա կներեք ինչ մեր Հիմա ինձ էլ քեզ էլ ազատել են, մենք էլ բնականաբար մեր իրավունքներից ելնելով դատի ենք տվել այդ process-ը, այդ դատական process-ը որոշակի փոխհատուցում էլ է ենթադրելու։ այո Բրյուսովի մասով Բայց ինչ մեղք ունի այդ մեր ուսանողը, որը որ այդ վարձը վճարում է, նրա համար, որ իր ռեկտորը իր քաղաքական կամ չգիտեմ անձնական բզիկներից ելնելով մարդկանց ազատի աշխատանքից ու այդ ուսանողի, ասենք, տված վարձը ոչ թե արդյունքում գնա իր կրթության որակի բարձրացմանը, այլ գնա Ես հաշվարկ եմ արել այն օրինակ հերո չգնա այն տվյալները ինչ որ ես ունեմ բնականաբար ավելի շատ բան կա որ ես տեղյակ չեմ Բրյուսովի հավանստարանում մոտ 60 ուսանողի ուսման վարձ մենակ արդեն տրվել է դատանում քանի ուսանողի 60 ուսանողի ուսման վարձ դա իմացած տվյալներ են Հա։ ամենը ես չեմ ասում են ինչքան կա որ չգիտեմ իսկն 60 ուսանող ուսման վարձ է տվել մարդիկ վերցել փոխհատուցում են տվել իրանց ապօրինի սխալ հրամանի պատճառով դա պետքա այդ մարդիկ փոխհատուցեն չի կարելի Հիմա ինձ էլի մի քիչ կներեք էլի որ անձնականացնում ենք համեն դեպս ռենոմե բարի համար որ ասել եմ համասարային ռենոմեն այսքան ցածր ցավոք չի եղել այստեղ նստած դրա համար դատի են տվել ես էլ փաստաբանական ծառայության եմ դիմել 250,000 դրամ փաստաբանական ծառայություն իր աշխատանքը գնահատել է հիմա առաջինացյանի դատարանը բավարարել է պետք է այդ համասարանից դուրս գա հիմա ես մի տեսակ վատել եմ զգում էլի իսկապես իմ մայր բուհից ասենք բայց կներես ասենք ի՞նչ է նշանակում բայց այդ դեպքում ինչի է այդ մարդը այդ իմ կարծիքի համար, որտեղ որ ոչ մի վերավորանք, ոչ մի զրպարտություն չկա, դատ տալիս, ինձանից էլ 500,000 դրամ փող պահանջում այդ ամեն ինչի համար, դատական process-ի մեջ ներքաշում ես ամբողջը ստեղծում, ու այդ ամեն ինչի փողը պետքա համասարանը, դա համասարանի ուսանողը Իմ տա։ մոտ այնպեսի տպավորություն է, որ այս իշխանությունները, իշխանության ներկայացուցիչները փոխանակ աշխատեն, ամեն օր հետևում են ով իրանց ինչ հասեց, որովհետեւ գնան դիմեն դատարան։ Ակն է դա բացեք դատարեք սկայքը, տեսեք ինչքան պաշտոնյա մարդկան զրպարտության համար դատա։ Այսինքն իրանք ուրիշ բան չունեն անելու։ Իրանց ամբողջ գործը հետևելն է, իրանց մասին ով ինչ գրեց, վազեն գնան դատարան։ Այո, այս իշխանությունների քաղաքականությունը լինի արտաքին քաղաքականություն, լինի արդյունաբերության քաղաքականություն, լինի ներքին գործեր, լինի բուհական, կրթական, բոլոր ոլորտներում քաղաքականության հիմնական իմաստը PR-ն է։ Այո։ Ցավոք։ Ցորակ ջան, մի հատ այսպեսի հարց էլ արի դիտարկենք ուսանողական ինքնակառավարում դու եղել ես ուսանողական խորհրդի նախագահ ուսանողական այդ ամեն ինչը ոնց որ ասած ներսից լավ պատկերացնում ես դրա հետ կապված հիմա վիճակը ոնց է ուսանողական ինքնակառավարման հետ կապված բուհերում վիճակը ոնց է նախկինի համեմատ լավ է վատ է կամ առհասարակ այստեղ համակարգային բնույթ ինչ որ փոփոխություններ պետք են պետք չեն այն ինչ որ եղել է երկար տարիներ ուսանողական կառույցների հետ կապված ի վերջո արդարացված չի ընդհանուր առմամբ մի փոքր էլ նաև ծրագրային է այս հարցի մասին էլի խոսի Շնորհակալություն Մենո ջան դու ինձանից ավելի շուտ ես եղել ուսանող ես մի փոքր ավելի ուշ ժամանակահատվածում բայց դու էլ կփաստես այն ժամանակ ուսանողական կյանքին ժեռում էր ուսանողական խորհրդի ընտրությունները ուսանողական խորհուրդը դա բուհում իրավիճակ փոխող մի կառույց էր Այսօր մեծամասամբ բուհերում կարծել չկա ուսանողական ինքնակառավարում։ Ես մի օրինակ բերեցի, համալսարանում 3 տարի չկա ընտրված ուսանողական խորհրդի նախագահ, ոչ մի ուսանողի խոսքը Բրյուսովի Բրյուսովի, հա։ Ոչ մի ուսանողի պետք չի դա։ Որ մեր ժամանակ պատկերացնում մի ամիս թափուր էր մնում, հավաքվում էինք, ստորագրավայք էինք անում, process էինք սկսում։ Այսինքն այսօր ցավում ասում չկա ուսանողական ինքնակառավարում Հայաստանում։ Ժամանակին են ձեռբերումները, որ մենք Իմ ժամանակահատվածում ինձանից հետո, ինձանից առաջ իմ ընկերները ունեցել են, այսօր ամբողջը զրոյացվել է։ Ես հիշում եմ ինչ մեծ ողջավորությամբ էր, երբ որ մենք ուր գնում էինք գլուխ էին գովում, ներկայանում էինք, ասում ենք Եվրոպայում 2 երկիր կար ընդամենը, որ 25% ուսանողները մասնակցում են բուհի կառավարման։ Դա մենք էինք այն ժամանակ եւ Հունգարիան էր։ Իսկ սա մեր համար ԱՊՀ երկրներում միանշանակ առաջատար էինք, բոլորը մեր օրինակով են։ Գնում էինք ԱՊՀ երիտասարդական համաժողովներին մեծ ձեռքով են ցույց տալի, տեսեք իրանք 25%-ով կարողանում են բուհի կառավարմանը մասնակցել։ Ցավում եմ այսօր, գիտեք, օրենքով այդ
ինչպես պակասեցվեց այդ գործընթացը, ուսանողական խորհուրդները որպես այդպիսին ինքնավարության տեսանկյունից գոյություն չունեն բուհերում, ես անպայման ծրագրերի մասին խոսեցինք, անպայման կարծում իշխանության գալուց հետո պետք է մտածենք նախ երիտասարդության մասին օրենքում փոփոխություն իրականացնել։ Տվես օրենքը մեր գործընկերներից մեկը հոդված է գրել Ատոմ Մխիթարյան, միանշանակ վերցրած է Ռուսաստանի երիտասարդության մասին օրենքն է, թարգմանած, հայնասիրություն բառը բոլոր տեղերից հանած ու ընդունած։ Այսինքն սա մեր իրականությանը չհամապատասխան օրենք է։ Ես կարծում եմ, այս օրենքի մեջ կամ առանձին միգուցե պետք է հասկանա, պետք է ուսանողական ինքնակառավարման մասով դրույթ լինի։ Թեկուզ երիտասարդության մասին օրենքի մեջ, թեկուզ առանձին օրենք, որովհետեւ ավելի պարզ լինի բացատրեմ, ինչպես է օրինակ ունենք արհեստակցական միությունների մասին օրենք։ Ուսանողական խորհուրդները պետք է ունենան առանձին հստակ կարգավիճակ։ Իրանք պիտի լինեն իրավաբանական անձ, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է։ Իրավաբանական անձներով իրանք պետք է լրիվ ֆինանսական անկախություն ձեռք բերեն բուհերից, որովհետեւ կարողանան իրականում պաշտպանել ուսանողների շահերը։ Այս գործողության համար իրավական երաշխիք պետք է տրվի ուսանողական խորհուրդներին, ինչպես արհեստակցական միության դեպքում անդամակցում ես արհեստակցական միությանը, քո աշխատավարձի 1%-ը վճարում ես, ինքը քո շահերը պաշտպանում է։ Նույնը ուսանողական խորհուրդները։ Ուսանողը եկել է բու, ցանկանում է լինի ուսանողական խորհրդի անդամ, պետք է դիմում գրի, անդամակցի ու բուհը ուսանողի տրված վարձի պայմանական եմ ասում, թե ինչքան կլինի դա քննարկման հարց է։ 1%-ը փոխանցի պարտադիր ուսանողական խորհրդի, նա կարողանա իր շահերը պաշտպանի, մասնակցի բուհի կառավարմանը եւ մասնագիտական կրթական ծրագրերի մշակման հարցում ուսանողության կարծիքը ներկայացնի։ Սա կարևոր հարց է, որ ինձ թվում է պետք է սրան անդրադառնալ անպայման։ Եվ այո, սոցիալական նաև բնույթի ահագին խնդիրներ կան, որ այդ միջոցով լուծվում են։ Ես էլ ինքս էլ եվրոպական մի շարք համալսարաններում լինելով օրինակ տեսել եմ պրիմիտիվ բան եմ ասում, ասենք ուսանողները, որ մտնում են այդ ընդհանուր ճաշարանը, իրենք նկատելիորեն ավելի քիչ էին վճարում, ասենք այդ սնունդի համար, որ ձեռք են, որովհետև այդ ամեն ինչ ուսանողական այդ կառույցների կողմից փոխհատուցվում էր։ Երևի ամփոփենք, Ցոլակ ջան, եթե շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման համար։ Ժորժ ջան, կարծում պետք է կարևորենք մենք բարձրագույն կրթությունը ու բարձրագույն կրթությունը պետք է լինի մեր ապագա քաղաքական ծրագրի, քաղաքական նպատակների հիմքում։ Because ինչպես քննարկում ենք անվտանգության հարցը, որը շատ կարևոր է, դրա կողքին քիչ ոչ պակաս կարևոր է կրթության հարցը, որտեղ անվտանգությունը բխում է նախ եւ առաջ կրթությունից։ Այո, կրթությունը պետք է բոլոր տեղերում ակտիվ հասարակական կյանքի բոլոր ոլորտում, բոլոր ծրագրում կրթական բաղադրիչը պետք է լինի, ու մենք էլ որպես պիտի նախ եւ առաջ դպրոցում, բուհում մեր նպատակը ոչ միայն մասնագետ պատրաստելը պետք է լինի, այլ արժանի Հայաստանի Հանրապետության հպարտ բառն եմ ուզում, բայց այստեղ բնականաբար չեմ օգտագործի, արժանապատիվ քաղաքացի դառնալը, այսինքն մեր յուրաքանչյուր բուհի շրջանավարտ ինքը պետք է հասկանա, որ իր ձեռք բերած գիտելիքը ինքը պետք է ծառայեցնի հանուն իր բարեկեցության եւ հանուն երկրի բարեկեցության։ Այո, եթե մենք sense կրթական համակարգ ունենանք, վստահ եմ նաեւ դրանից կշահի պետությունն եւ ողջ հասարակությունը։ Այո, պետությունը պետք է խնդիր դնի ունենալ ոչ միայն լավ ավիակոնստրուկտոր, այլև լավ հայ ավիակոնստրուկտոր կամ լավ ՀՀ քաղաքացի ավիակոնստրուկտոր կամ լավ հայ բժիշկ կամ լավ հայ ՀՀ քաղաքացի բժիշկ։ Իսկ դրան հասնելու համար իմ կարծիքով պետք է երկիրը ազատել անվտանգության սպառնալիքներից։ Ես դա բազմիցս ասել եմ, չգիտեմ, այս կրթություն ես եթե լինեի Թուրքիայի, ասենց ասենք, շահերը սպասարկողը, կանեի այն, ինչ է սորանում մեր կրթության նախարարությունը, ցավում եմ դեռ։ Ցավոք, այո։ Եվ քանի որ մեր զրույցը այսօր ծրագրային էր, արի ամփոփենք մեր հիմնական ոնց որ կետերի մասով, նախ մենք ասում ենք այն համոզմունքը, որ բարձրագույն կրթությունը տնտեսություն ստեղծող, բարիք ստեղծող, նաև անվտանգություն ստեղծող համակարգ է եւ դրանում պետությունը պետք է լուրջ ներդրումներ անի եւ այդ ներդրումները հենց ներդրումներ են եւ ոչ թե ծախսեր են, պետք է պետական կամք դրսևորվի այստեղ։ Դա նշանակում է, որ պետական գերակայությունները, պետական առաջնահերթությունները պետք է իրենց տեղը գտնեն կրթական ծրագրերում եւ դրա համար պետությունը պետք է բարձրագույն կրթությունը անվճար դարձնի, ինքը պետությունը պետք է ֆինանսավորի, միևնույն ժամանակ համապատասխան մեխանիզմներով պետք է իր ներկայությունն ապահովի կրթական ծրագրերի մեջ, որպեսզի տեսնի այդ գերակայությունների կատարումը եւ բուհերի կատարողականի զորու պետք է ֆինանսները ավելացնի, դրական նոտայով ասենք, հա, պետք է ֆինանսները ավելացնի, ազգային ռեյտինգավորման համակարգ ստեղծի, ըստ դրա բուհերի ֆինանսումը դրանով որոշի։
Միևնույն ժամանակ ապահովի իրական կազմակերպական, ֆինանսական, ակադեմիական ինքնավարություն, դրա հետ մեկտեղ, բայց նաև ապահովի համապատասխան նորմալ հաշվետվողականության համակարգ, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման համար համապատասխան հիմքեր, որպեսզի ուսանողները իսկապես կարողանան ակտիվ մասնակցել բուհական կյանքին, որովհետև ինչպես շատ ճիշտ նշեցիր, բուհի միջավայրը ոչ միայն գիտելիք ստանալու միջավայր է, առաջին հերթին գիտելիք ստանալու, բայց նաև արժեք ստանալու միջավայր է, քաղաքացիական կարևոր հատկանիշներ ձեռք բերելու միջավայր է, ինչին նպաստում է գործունակ ուսանողական խորհուրդ։ Իմ բոլոր դասախոսները, որոնց բոլորին հարգում եմ, բայց ես շատ դեպքերում շատ ավելի բան եմ սովորել ուսանողական կյանքից, կարողություններ, հմտություններ եմ ձեռք բերել ուսանողական խորհրդում, այսինքն միայն պետքա լսարանը չլինի ուսանողը, ինքը պետքա լրիվ ինտեգրված լինի բուհական կյանքին, այդ դեպքում եւ բուհը կշահի եւ ուսանողը եւ պետություն։ Շնորհակալություն Ցոլակ ջան, հետաքրքիր զրույցի համար, հաջողություն։ Հաջողություն։